Սիրելի ավանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ։ Եվ շնորհակալ եմ, որ եկել եք մեր հավաքին եւ դիմավորելու, շնորհակալ եմ մեր երեխաներին, որոնք ամենտեղ արդեն դարձել են մեր մշտական ուղեկիցը եւ ես կարծում եմ երեխաների ներկայությունը, երեխաների լայնամասշտաբ ներկայությունը այս քարոզարշավին շատ խորհրդանշական է, որովհետև մեր իրականության մեջ կենցաղում, տանը, ամենտեղ, մեր մտքում, բոլորը մենք ենթագիտակցորեն եւ գիտակցորեն առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ, որ այն ինչ որ անում ենք մեր երեխաների համար։ Այս կարգախոսը, այս բանաձևը մեզանում միշտ ներկա է։ Պարզապես մենք թերևս միշտ չէ, որ հստակ պատկերացրել ենք, թե ինչ է պետք մեր երեխաներին եւ մենք ինչ պետք է անենք մեր երեխաների համար։ Որովհետև գիտեք, ժողովուրդ, այս խոսակցությունը շատ կարևոր է, որ բաց տեղի ունենա, առանց տենց քաղաքական ինչ-որ բաների, շպարների եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետև եկեք խոստովանենք, երկար տարիներ մեզ տվացել է, թե այն ինչ որ մենք պետք է երեխաների համար անենք, ապահովենք, որ իրանց օրագրերում լավ գնահատական լինի։ Դրա համար տանջվել ենք, չարչարվել ենք, ծանոթ ենք մեջ գցել, չգիտեմ ինչ ենք արել, այնքան որ մատյանի կամ օրագրի մեջ լինի ավելի լավ գնահատական։ Բայց իրականում դա այն չի եղել, որը պետք է եղել մեր երեխեքին, որովհետև մենք չենք կարող ամբողջ կյանքում մարդկանց ուղեկցել եւ օրագրի իրանց գնահատականները ուղղել։ Եվ հիմա հենց հատկապես էս է փոխվել, որ այդ թվում եւ իմիջիալոց դա այդ մտայնությունը մթնոլորտ է ստեղծում ամբողջ երկրում։ Ժողովուրդ, կառավարություն, իշխանություն, այդ փոխկապակցված է, մի քիչ կառավարությունն ազդում, մի քիչ ժողովուրդն ազդում։ Այսօր մենք գնում ենք ուրիշ ճանապարհով։ Մենք մեր բոլոր դպրոցների նորակառույցներին հատկապես ամենատեսանելի տեղում փակցնում ենք հետևյալը. լավ սովորի, որ լավ ապրես, որովհետև ակնհայտ է, որ հատկապես 21-րդ դարում լավ ապրելու մի պարտադիր պայման կա, այդ լավ մասնագետը լինելն է, լավ գործընկեր լինելն է։ Իմիջիալոց, երբ որ մենք ասում ենք լավ մարդ լինել, այո, դա այդպես է, մենք լավ մարդն էլ տողերի չենք բաժանում, որովհետև լավ մարդը շատ տարածական հասկացություն է, եւ լավ մարդ ասելով մենք պետք է հասկանանք օրինապաշտ քաղաքացի, լավ մարդ ասելով մենք պետք է հասկանանք պարտաճանաչ հարկ վճարող, լավ մարդ ասելով պետք է հասկանանք պատասխանատու սոցիալական պատասխանատվություն ունեցող գործարար, լավ մարդ ասելով պետք է հասկանանք պարտաճանաչ մարդ, լավ մարդ ասելով պետք է հասկանանք կարեկից մարդ, որ անտարբերությամբ չի անցնում ուրիշի հոգսի միջով, լավ մարդ ասելով պետք է հասկանանք լավ զավակ, ով հարգում է իր ծնողներին եւ ավակ սերնդի ներկայացուցիչներին, լավ մարդ ասելով պետք է հասկանանք բարեկիրթ մարդ, ով որ նույն հարության մեջ բռնության ենթամշակույթով չի հարաբերվում։ Մենք այսօր նաև շատ հաճախ դրա պտուղներն ենք քաղում, երբ որ մեզ թվում է, թե առավելությունը այն է, երբ որ դու ուրիշի նկատմամբ բռնություն կիրառելու եւ անպատիժ մնալու հնարավորություն ունես։ Այդ որ ասում ենք օլիգարխիա, որտեղից է առաջացել, այդ մտայնությունից է առաջացել եւ լավ մարդ ասելով հասկացել ենք, պետք է հասկանանք այն, որ մարդը այդ թվում Այն օրը քաղաքացիներից մեկը քարոզարշավի ընթացքում մի բան ասեց, շատ տպավորվեց, ասեց Հայաստանում ընդունված չի, ասել որ ես քեզ սիրում եմ ուղղակի, այսինքն դա մենակ ինչքանով է ընդունված, մենակ սիրային զույգերի մեջ է դա ընդունված, բայց
Սերը մենակ սեռական տրամաբանություն չունի, սերը հարային տրամաբանություն ունի, և էսա փոխվել, այո, այդ խոսակցությունը կար, չէ, որ այդ խոսակցությունը կա, հեղափոխությունից առաջ, հետո 3 ամիս անցավ, դե բան չի փոխվել, 4 ամիս անցավ, բան չի փոխվել, էլի բան չի փոխվել, պատերազմից հետո ինչ-որ փոխվելա դեպի վատն է փոխվել, պարզ այդ տրամաբանությունը, հիմա կա բազմաթիվ բաներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն, բայց իրականում ամենակարևոր բանը, որ փոխվել է, հենց այդ է, ամենակարևոր բանը, որովհետեւ այդ դպրոցը, այդ մանկապարտեզը ոչ թե պատճառ են, այլ արդյունք են նրա, որ այսօր Հայաստանի իշխանությունը կամ ավելի կոնկրետացնենք, Հայաստանի վարչապետը, Հայաստանի քաղաքացուն ասում է, ես քեզ սիրում եմ, Հայաստանի քաղաքացին էլ վարչապետին է ասում է, ես քեզ սիրում եմ, ու շատ, երևի սկզբից շատ տարօրինակ էր թվում, բայց ժողովուրդ, այդ բանը, այդ շատ խորը փոփոխությունների մասին է վկայում, ես մի տեսարան եմ տեսել, ես շոկի մեջ եմ ընկել այդ տեսարանից, հիմա արդեն դա սովորական տեսարան է, մենք Չարենց Հավանով ավտոբուսով անցնում էինք, դե սիգնալներ տալով գնում էինք, մենք մի ավտոսպասարկման կետի մոտ էինք անցնում, և մի 30-40 տարեկան տղամարդ, այդ ավտոսպասարկման կետից դուրս եկավ մայթ, ըստ ամենայնի մեքենայի յուղ էր փոխում ինքը, միջև այդ սիգնալ լսելով, և այդ յուղը ձեռների ծլալով սրտիկ էր անում, ես հետո ելույթ ունեցա մեր ներկուսակցական ժողովում, ասացի, դուք մենք հարգելի գործընկերներ, չենք կարող պատկերացնել, թե սա ինչ անհաղթահարելի ուժ է, սա ինչ անհաղթահարելու ուժ է, երբ որ մենք կմտածեինք, որ 40-50 տարեկան տղամարդը փողոցում բան կանի, փողոցում չէ, տանը կարա սրտիկ անի, որովհետև կարող է թաղում բազար բացվել, ես ինչ սրտիկ մրտիկ, ես ինչ շերեք ֆրծնում, լսել ենք տանը սրտիկ եք, ֆրծրե, ես ինչ մոմենտ է, որ այդ ինչ է նշանակում, այդ հետևյալ մոմենտն է, մարդը Հայաստանի Հանրապետությունում պետք է սիրի մարդուն, մարդը պետք է սիրի մարդուն, սա է առաջինը քրիստոնեություն ընդունած պետության հիմնական եւ առանցքային իմաստը, պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը պետք է սիրի պետությանը, իշխանությունը պետք է սիրի մարդուն եւ մարդն էլ իշխանությանը պիտի սիրի եւ կսիրեն պարագայում, եթե դա լինի իր ընտրած իշխանությունը, ահա ինչի է կարևոր ազատ, արդար, ժողովրդավարական ճանապարհով իշխանություններ ընտրելը, բայց այդ էլ մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում սիրել մարդուն, ես այդ թեմաներում խոսել եմ, որովհետև մեր իրականության մեջ սոցիալական հարցը ամենասուրն է, որովհետև երբեմն մենք մարդու նկատմամբ սերը գործածում ենք կամ կարող է գործածվել հենց իր մարդու դեմ, որովհետև իմ ընկալմամբ այն սերը, որի մասին ես խոսում եմ, պետք է մարդուն մոտիվացնի, պետք է մարդուն մղի գործողության, պետք է մարդուն մղի հաղթահարել իր վախերը եւ կոմպլեքսները։ Ես այդ բանը իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ խոսալիս ամեն բանախոսության ասել եմ, նաև կրթվել նորաձևի շարժման շրջանակներում։ Եվ շատ կարևոր է, որ մենք նաև Հայաստանի համար այդ կարգախոսն էլ կարևոր համարում, որ նախկինում այստեղ հաց, այստեղ կաց արտահայտությունը միշտ օգտագործվում էր արտագաղթը հիմնավորելու համար, որտեղ հələ մի բան էլ քննադատական, դե մարդիկ որտեղ հաց այդտեղ կացով են առաջնորդվում, թողում երկրից գնում են։ Ոչ մեկ չէր հարցնում, բա ժողովուրդ ջան, պետությունը ստեղծել ենք, ինչի հաց չկա պետության մեջ, ինչի հաց, խի պետք է հաց չլինի, այսինքն մենք պետությունը նրա համար է, որ մենք պետության մեջ մաքարենք, տարապենք, գոյատևենք, իսկ հաց վաստակելու համար գնանք ուրիշ տեղ։
Այսօր այս տրամաբանությունը եւ կարգախոսը մենք փոխել ենք, մենք ասում ենք այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց եւ հետեւաբար հացը պետք է այստեղ լինի, հացը պետք է այստեղ լինի, բայց շատ կարևոր է հասկանալ թե հացը ոնց պետք է լինի, որովհետեւ ես ասում եմ այսօր բազմաթիվ ընտանիքներ կան, ցավոք դեռ, որոնք հաց չունեն, ես ասում եմ մենք քրիստոնյա ենք, մենք կարեկից ենք, մենք չենք կարա անտարբեր մնանք այդ մարդու հոգսի կամ ընտանիքի հոգսի նկատմամբ, եկեք հավաքվենք բոլորովս եւ գնանք հաց տանք այդ մարդկանց, այսօր տվինք հացը, եկեք հաջորդ օրը գնանք տեսնենք ինչա փոխվել այդ մարդու կյանքում, գնում ես հաջորդ օրը տեսնում ես էլի հաց չունի ինքը, ասում ես ոնց բայրեք հաց տվեցի, ինչի այսօր հաց չունի, որտեղ այդ հացը ինքը սպառել է երեք, ասում ես լավ չեմ կարող անտարբեր լինեմ, այսօր էլ հաց տամ, երրորդ օրն ես գնում տենաց ինչա փոխվել այդ մարդու կյանքում, տենում ես այդ մարդը էլի հաց չունի, լավ մի ամիս հաց տաս, մի ամիս 1/3 օրը գնաս տենաց, գնում ես տենում ես այդ մարդը էլի հաց չունի, լավ մի տարի ամեն օր հաց տաս, մի տարի մի օրը գնում ես տենում ես, ես ինչ լավ էր, ձեզ էլ գլխարկ եղավ, մենակ ես չեմ գլխարկով, հիմա դուք էլ եք գլխարկով, ասում ես, ես ինչ եղավ, մի տարի ես մարդուն հաց ենք տալիս, ինքը էլի հաց չունի, հա էլի հաց չունի, 10 տարի հաց տաս, այդ 10 տարի առաջին օրը գնում ես տենում ես այդ մարդը էլի հաց չունի, եւ այսօր ցավոք Հայաստանում կան ընտանիքներ, որոնք 10 եւ ավելի տարի, հազարավոր ընտանիքներ սոցիալական բան են ստանում, այդ պայմանական ասած փարոս, մենք այդ մարդկանց լավություն ենք անում, ոչ մենք այդ մարդկանց վատություն ենք անում, այդ ընտանիքների երեխեքին ներշնչում ենք, որ աղքատությունը իրանք ճակատագիրն է, իրանք ուրիշ շանս չունեն, դրա համար մենք հիմա փոխում ենք սոցիալական վիճակի գնահատման համակարգը եւ այնպես անում ենք, որ մարդուն թեկուզ մի տարի ամեն օր մենք հաց տանք, բայց մի տարի մի օրը գնանք տեսնենք, որ ինքը իրա աշխատած հացն է ուտում եւ սեփական աշխատանքով վաստակած հացից համով հաց երբեք ոչ եղելա ոչ էլ կարա լինի Այս այսօրվա եւ 10 տարվա առաջվա Հայաստանի տարբերությունը, որովհետեւ 10 տարի առաջ օլիգարխան, քրեական օլիգարխային պետք էր, որ մարդուն այս ամեն օր ինչ որ 1000 ներողություն մի բան գցելու տրամաբանության մեջ պահեն, որ ընտրությունների օրը հենց գա 5000 դրամը հանեն ցույց տան մարդիկ ասեն արա, այս որ 5000 դրամ ունի, ուրեմն ինքը առնվազն աստվածա, որ իր ձեռը 5000 դրամ կա։ Եվ այսօր այդ ուժերը մենք տեսնում ենք, էլի մտնում են մարդկանց տներ, փորձելով ընտրակաշարքի համակարգներ ներդնել։ Մեր պետական մարմինները վատ չեն աշխատում։ Անում են բացահայտման հետևից, բայց սա ժողովրդական հարց է, այդ ընտրակաշառատուների քոքը պետք է կտրվի Հայաստանի Հանրապետությունից, քոքը պետք է կտրվի։ Մի հատ էլ փողը տալիս են մարդկանց, ցուցակներ են կազմում, հետևներից ասում են այդ շունուշանգյալները հետևներից ասում են փողը տվել են եւ նկարագրում են սեռական գործով, այսինքն նկարագրում են մարմնավաճառի եւ կլիենտի հարաբերությունների։ Սա է սրանց պատկերացումը Հայաստանի մասին եւ այդ պատկերացումը, որի կրողներն են հայտնի, այդ երրագլուխ մաֆիոզ երրագլուխ կուսակցությունը ընդ որում այդ ավանդույթը շատ երկար հենց այդ կուսակցություններն տենց են նրանք ընտրություններ հաղթել Հանրապետականը, որը ռեբրենդինգ արած տարբերակը ուժեղ Հայաստանն է, ամենաակտիվ ընտրակաշառատունը այսօր եւ ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնել նրանք, նույնն էլ այն բանը, նույնն էլ Բելարուսա մետը Ռոբերտ Քոչարյանն էլ ընդհանրապես այդ համակարգ
իր իշխանության տարիներին ա եղել եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ես ժողովուրդ հիմա շատ իրատեսական եմ համարում այս խնդիրը շատ իրատեսական եմ համարում եւ նաեւ այդ մարմնավաճառի բանաձև դնելու համար պետք է իրանք պատասխանը ստանան բայց ոնց իրանք այդ իրեք ուժից ԲՀԿ հիմա մեկն էլ բան է անում չէ շպիոնաժի գործով ձերբակալված է թե ինչա ուժեղ Հայաստան դաշինք այս իրեք քաղաքական ուժերը մի պատգամավոր պետքա չունենան հաջորդ խորհրդարանում մի պատգամավոր պետքա չունենան եւ սա շատ իրատեսական խնդիր է եւ դա կախված է միայն Հայաստանի քաղաքացուց որովհետեւ 2018 թվից Հայաստանի որևէ քաղաքացու մի քվեաթերթիկ անգամ չի կեղծվել եւ չի եղծվել գիտեք ինչի որովհետեւ այն ընկալումը թե իշխանությունը տերա ժողովուրդը ծառա 2018 թվականից այլևս գոյություն չունի եւ գոյություն ունի հակառակը որ ժողովուրդն է տեր եւ իշխանությունը ծառա եւ ես ասում եմ ամենայն անկեղծությամբ ես ուղիղ նայում եմ ձեր աչքերի մեջ եւ ասում եմ ամենայն անկեղծությամբ ձեր ծառան լինելուց ավելի մեծ պատիվ ինձ համար ուղակի հնարավոր չէ մտածել ձեր ծառան լինելուց ավելի մեծ պատիվ ես չէի կարող ունենալ եւ երազել եւ հետեւաբար այս ընտրությունները նաեւ ժողովրդի իշխանությունը վերահաստատելու ժողովրդին տիրոջ կարգավիճակում եւ ոչ թե տիրոջ կարգավիճակից տեղափոխելու ծառայի էլ չեմ ասում ծառայել չեն հիմա նրանց խոսույթը դրա մասին էլ չի բայց ժողովուրդ ջան այս ամեն ինչը մնացած տնտեսական ցուցանիշները ծրագրերը շատ կարեւոր են բայց այս ընտրություններում ամենակարևոր թեման բանաձևը հետևյալն է իսկ այդ թեման հետևյալն է Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով Արդեն մի քանի անգամ այդ դրվագ եղել է երբ որ քաղաքացիները մոտենում են ասում են հիմնական տարիքով մարդիկ են տենց 2-3 տեղ տենց եղել է որ մոտենում են ասում են մի հատ բարևենք մեր թագավորին ինձ նկատի ունենալով ես ասում եմ ես վարչապետն եմ թագավորը դու ես այսինքն քաղաքացին է թագավոր ես ընդամենը վարչապետն եմ որը ձեր կողմից նշանակվել աշխատանքի եւ այդ աշխատանքի այո ամենադժվար եւ ամենամեծ արդյունքը ժողովուրդ ջան խաղաղությունն է ամենադժվար եւ ամենամեծ արդյունքը խաղաղությունն է եւ այս ընտրությունների ամենակարևոր հարցը հետեւյալն է ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությունը թե ժողովուրդը տեր չի կանգնում խաղաղությունը ընդ որում սա գիտեք ինչի է կարևոր որտեղ մեր 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման խնամքի կարիք ունի եթե ինչպես 9 ամսական երեխային չխնամես նա չի ապրի այնպես էլ 9 ամսական խաղաղությանը չխնամելու նրա նկատմամբ հոգ չտանելու դեպքում նա չի ապրի մանավանդ որ ըստ էության ոտի են կանգնած պատերազմի եռագլուխ կուսակցությունը ըստ էության որթեգրել է խաղաղությունը սպանելու օրակարգ որովհետև նրանք ասում են սա լավ խաղաղություն չի մենք գալու ենք ուժեղ խաղաղության փոխարինենք նրանք ասում են թե վերաբանակցելու են ժողովուրդ մի բան կա որը շատերը չեն արձանագրել 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները հնարավոր դարձան նախ եւ առաջ հետեւյալ պատճառով, որ 2000 օգոստոսի 8-ին 2025 թվականի մարտին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին,
որ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ եւ բանակցությունները ավարտված են։ Այսինքն այդ տեքստի շուրջ բանակցությունների ավարտն էր, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը։ Հիմա նրանք գալիս են, ասում են, այս խաղաղությունը վերաբանակցելու ենք։ Վերաբանակցելու խաղաղությունը վերաբանակցելու քայլը միանշանակ եւ աներկբա բերելու է էսկալացիայի եւ պատերազմի, որովհետեւ երբ որ համաձայնություններից հրաժարվում ես, արդեն դաշտ է բացվում, արդեն պետք է կոնֆլիկտ լինի։ Ինչ է նշանակում, այս լավ խաղաղություն չի, ուժեղ խաղաղության են հասնելու։ Ուժեղ խաղաղություն նկատի ունեն ուժի կիրառման արդյունքում այդ խաղաղությունը ստեղծվելու, կամ ուժի սպառնալիքի արդյունքում այդ ուժեղ խաղաղությունը ստեղծվելու։ Բա դուք որ ուժ եք ճոճելու, բա մեր երկրի դեմել են ուժ ճոճելու։ Ով է գնալու։ Ով է գնալու, էլի կալուգացու 6 զորակոչիկներից ոչ մեկը բանակ չի գնացել։ Ռոբերտ Քոչարյանի տղեկը ծառայել են Նալբանդյան փողոցում, Երևանի Նալբանդյան փողոցում։ Իսկ Գագիկ Ծառուկյանի տղեն մարտական մեծ ուղի ունի անցած, Առինջում, Ավանում, սրա նրա վրա կրակելով, Երևանում կրակելով, Տեցում չգիտեմ որտեղ կրակելով։ Եւ նրանք ուզում են, այս Հայաստանը ուզում են նրանք 98-ից 2018 թվի կոալիցիան է եկել ձեր առաջ կանգնել։ Ուժեղ Հայաստանը ՀՀԿ-նա ռեբրենդինգով, Կալուգացու եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարը եւ ուժեղ Հայաստանի ցուցակում ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներն են, հիմնականում Լոռու մարզի հանրապետականները։ Ռոբերտ Քոչարյանը պարզա, Քոչարյան դաշնակցություն, ԲՀԿ-ն էլ դե պարզա։ Եվ առանձնահատկությունն է նա, որ նրանք իրենքն էլ իրանց կուսակցության մեջ անվան մեջ օգտագործել են Հայաստան անունը։ Այս կոմպլեքսի արտահայտություն է միջայլոց։ Պատկերացնում եք իրենք Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, այնքան մեր ժողովուրդը Քոչարյանին ինքը գիտի չէ, որ մեր ժողովուրդը իրան Հայաստանի հետ կապ չունեցող մարդ են համարում, անունը դրել է Հայաստան դաշինք, իբր ինքը մի հատ էլ գրում է ընտրեք Հայաստանը։ Եթե մարդիկ իրոք պետք է ընտրեն Հայաստանը, այդ նշանակում է, որ պետք է չընտրեն ձեզ, որ ընտրեն Հայաստանը։ Այս է ամենակարևոր առանձնահատկությունը։ Եվ այս ընտրությունների արդյունքում, ինչպես իրենց ապօրինի գողացած գույքերն ենք մենք հետ բերում եւ հետ ենք բերել մեծ մասով, այդպես էլ Հայաստան անունը որպես մենք պետք է գնահատենք նրանց գործունեությունը Հայաստան անունը եւ Հայաստանը մեզնից գողանալու Հայաստանն ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը նրանց կողմից մեզնից ապօրինի կերպով օտարված երկիր է եղել եւ այսօր մեր իշխանությունը ես պատիվ ունեմ հեղափոխությունը ժողովուրդ Հայաստանը վերադարձրել է ձեզ Հայաստանը վերադարձել է ձեզ եւ այս ընտրություններում դուք պետք է տեր կանգնեք Հայաստանին Հայաստան անունը վերցնելով նրանից եւ հետեւաբար 2000 ընդ որում էս էլ է շատ կարևոր ես կարամ ժամերով ճառ ասեմ լավ ասեմ վատ ասեմ մի քիչ չգիտեմ դուր գա իմ ասածը ձեզ, դուր չգա կամ բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է, բոլոր դեպքերում, սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր քաղաքական գործունեության առանցքն է, որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ, սուս ու փուս առանց քննարկելու, բայց շատ կարևոր է, այ որ մի եղավ եղբայր, որ մի 300,000, 500,000 մարդը հետըտ կանի, 5 րոպե հետո խոստանում եմ կհեռանամ, դուք գնացեք հավաքվեք, այսինքն իրանց թվում է թե կոկորդ ճղելով է, եթե 700,000 մարդ ասել է Նիկոլ մնա,
Նիկոլը կմնա ընտրողների 50+1%-ը եթե մարդիկ ասեն Նիկոլ գնա, Նիկոլը ով է որ չգնա, ժողովուրդ ջան, Նիկոլը ծառա է, տենց բան ելնում է, որ ծառան ասի, չէ, չեմ գնում, չէ, որ չէ, չեմ գնում, գնի տենց բան։ Պատկերացրեք ձեր տուն խոհարար հրավիրածլնեք, գա, ասենք ճաշեպելի սրնի և այլն, առիթ կա չէ, ասենք կարող առիթ հայկել է խորոված անում և այլն, մեկ էլ իրան ասում եք դե գնա, ասում է չէ չեմ գնում, ոչ չես գնում, մենք կանչել ենք, մենք եղերգում, տը կարա ալնի խոհար ասի, չէ որ չէ, ես չեմ գնում, չէ որ չէ, նույն էլ ես եմ, ես էլ, էդ էլ ծառայություն է, կասեք գնա, կգնամ, կասեք մնա, կմնամ, բայց էլի եմ ասում, որպես վերջին 8 տարում ձեր թույլտվությամբ Հայաստանը առաջնորդած մարդ և ձեր մանդատով ես ինձ իրավունք եմ վերապահում ձեզ կոչ անել, խնդրել, հորդորել, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ ենք քննարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը չպետք է և չի կարող լինել ինքնանպատակ կամ պարտադրված կամ վճարված իսկ քվեարկում ենք, որովհետև պետությանը, խաղաղությանը, անկախությանը, ապագային, Ավանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Էս է փոխվել Հայաստանում էս է փոխվել, որ 10 և ավել տարի առաջ ժողովուրդը չէր կարա Ավանում հավաքվեր ասեր Ավանին տեր եմ։ Հիմի բացի ժողովրդից ուրիշ որևէ մեկը չի համարձակվի լեզուն պտտվի, որ ասի ես Ավանի տերն եմ կամ ես Ավանին տեր եմ։ Ով որ տենց ասի Քարմ ասպատ գուտի լիքը Եվ էտ ուտելու վախից է, որ 8 տարի է Ֆերարի արագությամբ փախել են և չեն երևում հորիզոններում Չեք փախնելու, հատ Մեր ձեռքերը երկար է, հատ Գիտեք ինչ, դուք մարադրամ եք Դուք առևտրի թեմա է, մարադրամ եք Երբ որ խուրդա ստանալու թեմա կունենանք Ձեզ որպես խուրդա տալու են մեզ, այսօր է հիշեք Ձեզ որպես խուրդա տալու են մեզ Ընենց որ խորհուրդ եմ տալիս բոլորիդ կամավոր Վերադառնալ օդանավակայանում նորմալ կձերբակալենք Կտանենք, կտեղավորենք և դուք հանգիստ ձեր պատշաչափը կանցկացնեք Ժողովուրդ, բայց ես էլի եմ ասում, էական չի ինչ-որ առումով, արդյունքի առումով, ես ինչ կասեմ, ոնց կասեմ, որովհետև այդ ամեն ինչը քաղաքական բովանդակությունն է, որ ես կիսում եմ ձեզ հետ Իսկ ինչ կլինի Հայաստանի հետ, ինչ կլինի խաղաղության ճակատագիրը, ինչ կլինի ընտրությունների ճակատագիրը, ով կլինի վարչապետ, մի րոպե, ով կլինի վարչապետ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով, կախված է մի մարդուց, բառից բուն իմաստով մի մարդուց, ընդամենը մի մարդուց Եվ այդ մեկ մարդը դու ես 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 Եվ այդ մեկ մարդը դու ես
Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը, երեխեք դուք ընտրություններին չեք մասնակցում, սպասեք։ Ուրիշ բան, եթե պարզվի դուք ունեք լրջագույն ազդեցություն ձեր տատիկների, պապիկների, հայրիկների, մայրիկների, ձեր ավագ եղբայրների եւ քույրերի վրա, այդտեղ կարա արդեն ձեր ձայնը կարա շատ տպավորիչ հնչի, բայց միջ այդ ընտրությունների խաղաղության, պետության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու ես։ Եթե այդ մեկ մարդը ներկա է հրապարակում, թող ձեռ բարձրացնի։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ավանին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, քարգնահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Նույնը չեն թողում ժուրնալիստը գալիս է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար